ուզում ենք հասկանանք, հունիսի 8-ից սպասվող Տիգրանաշենը ոնց եք պատկերացնում դուք, հունիսի 8-ից սկսած, ինչ դիրքորոշում ունեք Տիգրանաշենի հետ կապված։ Նայեք, Հայաստանը արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի։ Այլևս զիջելու տեղ չունի։ Նայեք, իրենք Գերանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ ընդամենը դա երբ եղավ, արդեն ինչքան ժամանակ անցավ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը։ Չի եղել փաստաթղթեր նորմատիվային, որով դու պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են եւ հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել են։ Սա արդեն եւս մի քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Դու առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել ես դելիմիտացիա։ Հիմա այս հարցը ընդհանրապես նման հարցեր ուղղակի չեն կարող sense կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի եւ ընդհանուր մոտեցման մեջ այդ sense ամբողջական որոշումը պետք է թղթի վրա դրվի եւ միայն վերջնական դառնալու հետո պրակտիկ հողի վրա պետք է անես։ Տիգրանաշենը չի կարող ինքը անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է։ Բացառվում։ Ես չեմ զարմանա, որ մեր գազամբուխը հայտնվի իրենց թերապետության տակ, մեր հիմնական մայրուղու դեպի Վրաստան գնացող ինչ որ հատվածներ եւս հայտնեն իրենց վերահսկողության տակ։ Այդ պատճառով օր առաջ պետք է ուղղակի ազատվել սրանցից։ Եվ հունիսի 7-ը իդեպ տարբերությունը, մեծ տարբերություն էր։ 21 թվականին ինքը այսպիսի բաներ չէր ասում։ 21 թվականին ինչ էր ասում, 21 թվականի իր կարգախոսները։ Նույնիսկ միացում բառներ օգտագործում։ Հադրուտ Շուշի դեօկուպացիա վերադարձնելու է, ամեն ինչ անելու է, ժողովրդին խաբեց։ Ես դրանց անունը դրել եմ քաղաքական խարդախներ։